Ինչպես եք գնահատում Հայաստանի առաջընթացը, դուք հակասական գնահատականներ եք ստանում իշխանություններից եւ ընդդիմությունից, ձեր կարծիքով Հայաստանն առաջ շարժվում է, ինչպիսին է ձեր գնահատականը։ I'm still going to benefit from the discussion with opposition later today and tomorrow with the civil society. Այսօր եւ վաղը ես պատրաստվում եմ հանդիպումներ ունենալ ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության հետ։ Առաջընթաց անկասկած կա։ Միևնույն ժամանակ, թեև ես տեսնում եմ բարեփոխումների ուղղությամբ շարժվելու մտադրություն, իհարկե, վերջին ընտրությունների պատճառով մի շարք կարևոր քայլեր իրականացումը հետաձգվել էր, եւ այսօր ես իշխանությունների զրույցում նշեցի, որ այժմ, երբ ընտրական այս շրջանն ավարտվել է եւ առաջիկայում շատ շուտով սպասվում է ասոցիացիան համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի ավարտը, ժամանակն է, որ Հայաստանը մեզ կոնկրետ քայլերով ցույց տա իր մտադրությունների լրջությունը։ Concrete steps, the seriousness about its reform engagement. Are you confident that Vilnius-ի համաժողովի մասին դուք վստահ եք, որ ասոցիացիան համաձայնագիրը այնտեղ կնախաստորագրվի։ We're not talking about signing, we're talking about initially. Yes, initially. Yes. I have Տեսեք, ես վստահ եմ, որ երկու կողմերն էլ, թե հայկական կողմը, թե Եմեն, կարող են ամառվա ընթացքում հաղթահարել վերջին 1-2 խնդիրները, որոնց շուրջ դեռ համաձայնություն չկա։ Այն բանից հետո, երբ դա կարվի, եւ ես դրանում կասկած չունեմ, մենք հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի ասոցիացիան համաձայնագիրը պատրաստ լինի Վիլնյուսի համաժողովում նախաստորագրման համար։ Դրանից հետո մի քանի ամիս անհրաժեշտ կլինի տեխնիկական բնույթի մի շարք գործընթացներ իրականացնելու համար։ Նկատի ունեմ իրավական բնույթի ձևակերպումների համապատասխանեցումը, թարգմանությունները եւ այլն, բայց ես հույս ունեմ եւ մենք մեզանից կախվածը կանենք, որպեսզի այն ստորագրվի։ Much and we will do our best. The current commission that it's being signed while still the commission is in place. Հանձնակատար, կարող եք երկու բառով ասել Հայաստանի քաղաքացիներ ինչ կոնկրետ օգուտներ կստանան այս համաձայնագրի ստորագրումից։ Նպատակն է Հայաստանում կառուցել Եվրամիություն, այսինքն, եթե դուք ընդունում եք, որ Եվրամիությունը դա նշանակում է ավելի լավ ապրելակերպ, ոչ միայն բարգավաճության, տնտեսության, այլ նաև մարդու իրավունքների օրենքի գերակայության ապա նպատակն է Հայաստանում Եվրամիության օրինակով կառույցներ ունենալ, որից կօգտվեն հայ հասարակության բոլոր շերտերը։ Economic dimension, but it's also about the human rights, the rule of law. Then you know what I'm talking about, building more of the European Union in Armenia. I think to the benefit of the whole Armenia, of all the Armenians. Thank you very much. Thank you very much. Thank you.